Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան ցուցահանդեսը նվիրված է 1988-ից Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը։ Այս ցուցահանդեսով, սակայն, մտադիր չենք ևս մեկ անգամ տխրեցնելու գյումրեցիներին, ասում է մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ Ըստ նրա, լրատու նախագիծը նպատակ ունի զարգացնել մեդիակրթությունը, ներկայացնել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների լուսաբանումը երկրի համար բախտորոշ և արտակարգ իրավիճակներում։ Լրատուն եւ այդ բառը երևի արդեն ինչ-որ չափով բացատրում է, թե ինչ է սա լուրերի տուն է, բայց այն իմաստով, որ մենք հրավիրում ենք այս ցուցահանդեսների միջոցով հասկանալ մեդիան եւ միգուցե ազդել մեդիայի վրա ինչ-որ պահից։ Ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվեց նաև 88-ի երկրաշարժի ժամանակ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, ֆոտոլրագրողների կողմից անմիջականորեն փաստված նյութերի հիման վրա պատրաստված տեսանյութ։ Երկրաշարժից հետո ընդամենը 15 րոպե անց, երբ որ խուճապ է շփոթվածություն, բոլորը վազում են, բոլորը փորձում են իրենց հարազատներին և մարդը իր մեջ արիություն է գտնում, որպեսզի այդ լուսանկարը անի, որը մեզ այսօր պատկերացում է տալիս այդ մասին։ Ինովացիոն տեխնոլոգիաները օգտագործվել, որոնք առաջին անգամ կարծեմ Գյումրիում օգտագործվում են և ճիշտ է, դժվար է, բայց նաև մենք պետք է սերունդներին փոխանցենք այդ ամբողջ մեր ունեցած մամուլի ամբողջ տվական դաշտի ներդրած, որպեսզի սերունդները նաև թաղեն իրենց դասերը։ Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են հայկական և սովետական ռուսալեզու մամուլի անդրադարձը 88-ի աղետին, ամենաբնորոշ հրապարակումներով, հեռուստատեսային ռեպորտաժներով, լուսանկարներով, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութերով։ Հայաստանում արդեն ստեղծվել էր միջազգային լեզվի կարիք կար, այն ժամանակ երբ բնական է ռուսերեն լեզուն, ամբողջ սովետական միությունից և արտասահմանից հարյուրավոր, հազարավոր մարդիկ կամավորներին ուղարկի Մոսկվայում, ասենք, ասում էին, որ մի գնացեք, որպեսզի չխանգարեք միայն այս մասնագետները։ Այս երկրաշարժը իր նմանը չի ունեցել, այն օգնության մասշտաբներով, ինչ օգնություն որ եղել է։ Բացի թեմատիկ բաժնից, լրատունն ունի նաև մեդիագիտության բաժին, որը ցուցահանդեսի այցելուներին, հատկապես ավագ տարիքի դպրոցականներին և ուսանողներին կօգնի վերլուծել և ճիշտ ընկալել տեղեկատվությունը։ Թանգարանը և իր ցուցահանդեսները ուղղված են առաջին հերթին երիտասարդներին, շատ ենք ուզում
աշխատել դպրոցների ուսանողների հետ, բայց նաև մտածում ենք, որ լայն հասարակության ավելի նաև կարող է հետաքրքրել եւ շատ կուզենանք, որպեսզի մարդիկ գան եւ տեսնեն։ Ցուցահանդեսն իր բնույթով շրջիկ է։ Մեկ շաբաթ Գյումրիում մնալուց հետո թանգարանի հաջորդ կանգառը կլինի Վանաձորում։ Մոտ մեկ շաբաթ դրանից հետո Մարտունիում եւ դրանից հետո Կապանում։ Միայն վերջում մենք կգանք Երևան եւ երևի Երևանում էլ կցուցադրենք այս ցուցահանդես։ Ուզում եմ ընտրել Հայաստանի կառավարությանը եւ գործարարներին մտածել թանգարանը որթեգրելու ուղղությամբ։ Թանգարանը թեև ներկայում կրում է շրջիկ բնույթ, հետագայում ըստ կազմակերպիչների հնարավոր է ունենա մշտական հանգրվան։ Ալա Բաղդասարյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։